Տեսեք, մենք շատ հստակ այս վերջի գերակրում ժողովը եկել են եզրակացության եւ սա մենք պետք է մեր ժողովրդին փոխանցենք։ Կամ մի քանի հստակ արձանագրում, որը կարծում եմ կարևոր է, որ մեր հասարակությունն իմանա։ Նախ հստակ է, որ որևէ մեկը, այդ թվում նաև դաշնակցությունը, միայնակ չի կարող հաջողել իշխանապահություն իրականացնել։ Եվ այս ընտրությունները մենք հենց այդ տրամաբանությամբ պետք է դիտենք։ Այսինքն այս ընտրությունները պետք է վերածվի իշխանապահության գործընթացի, այլ միջոց անիմաստա։ Դրա համար երկու պայման է պետք, որ ցանկացած ուժ կարողանա բավարարել։ Ոչ միայն ինքը հաղթահարի շեմը, որտեղ եթե չհաղթահարի շեմը, այդ նշանակում է փոշիացում, այդ նշանակում է Նիկոլ Փաշինյանի օգտին մասնակցություն։ Համաշխարհությունների պահպանման օգտին, վերարտադրման օգտին մասնակցություն, սա մեկ։ Բայց եթե ինքը անհրաժեշտ շեմը, անհրաժեշտ պայմանը բավարարում է, անցնում է, բայց ընդդիմությունը չի հաղթում, մենք ունենում ենք այս վիճակը, ինչ որ հիմա ունենք։ Այսինքն առընթաց այստեղ կաշկանդված անդիմությունը լինելու, անգամ կանոնակարգով իրան տրված հնարավորությունները թույլ չեն տալու օգտագործել, դու ունենալու ես այն ներկայությունը, որը չի ազդելու երկրի ընդհանուր գործընթացի վրա։ Սա դառը փորձից ենք մենք ասում։ Ուրեմն, եթե ուզում ենք հաջողել, ոչ միայն մեր հաջողության մասին պետք է մտածենք, այլև ընդդիմության ընդհանուր հաջողության մասին պետք է մտածենք։ Եվ ես կարծում եմ պետք է այս ամենը հասկացող եւ ընկալող ընդդիմադիր խոշոր մի քանի միավորների դաշինք, ոչ թե դաշինք, այլ ճակատ ձևավորվի, ամեն մեկը մի քանի խոշորներ, ես ասեմ, այդ մի քանի խոշորները, որոնք շեմը հաղթահարելու են, բայց միևնույն ժամանակ իրանք պետք է քարոզությունը տանեն այնպես, որ եթե մեզ ինձ կոնկրետ ձայն չեք տալիս, կարող եք տալ այս ճակատից որևէ մեկին։ Եվ ժողովրդին մղել, որ գնա ընտրության եւ ընտրություն կատարի ընդդիմության մեջ։ Սա է հարցը։ Որտեղ մեր հիմնական խնդիրը եւ ընդդիմության հիմնական խնդիրը пассив ընտրազանգվածին ակտիվացնելն է։ Իսկ դա չի կարող մեկ ուժ կատարել։ Դա պետք է կատարի մի քանի ուժ, որ ժողովուրդը այն пассив ովքեր որ այսօր դժգոհ են իշխանություններից, իսկ դժգոհությունը շատ մեծ է այս իշխանություններից։ Ընդդիմության գործը դա գեներացնելն է, իրականություն դարձնելն է։ Եվ այդ դժգոհ ընտրազանգվածը ընտրելու հնարավորություն պետք է ունենա։ Եթե մեր չի ուզում, թող գնահատվի մեկ այլ ընդդիմադիր ուժի։ Սա է խնդիրը եւ կարծում եմ այսօր 3-4 այդպիսի ուժեր երևում են։ Մասնավորապես հանրապետական։ Մասնավորապես մենք օրինակ իշխանստեղ շատ դառը բաներ են խոստանում իբր թե մեր մասին պատկերացումներով ապագային նկարագրում։ Դաշնակցություն, բայց դա մենք այո նախընտրում ենք ինչ-որ մեծ դաշինքներ ձևավորել մեր գաղափարները, մոտեցումները նկատի ունենալով։ Դաշնակցությունն եւ այս նոր ձևով մեր ձևով շարժումն է։ Ուժեղ Հայաստան կուսակցություն կլինի անունը, թե ինչ այդքան էական չի։ Կարող են լինել կողքից նաեւ այո, նրանք ովքեր որ ունեն իրենց ընտրազանգվածը, բայց դրանք չեն հաջողել ինչ-ինչ պատճառներով, հիմա կարող են ավելի թարմացնել եւ վերանայել իրենց մոտեցումները։ 3-4 հաստատ կարող են լինել։ Մենք հիմա բոլորի հետ ենք ակտիվ բանակցում, բայց այս թեմայի շուրջ։ Այսինքն մենք ոչ թե միայն դաշինքի, լայն ճակատի մասին է խոսքը գնում։ Այսինքն մասնակցելը թող մասնակցեն խոշոր միավորներով, բայց մեկ ճակատ պետք է լինի ընդդիմադիր, որը այս տրամաբանությունը պահպանի, այսինքն մեկի հաջողությունը պայմանավորված է մյուսների հաջողությամբ։ Ում հետ խոսում ենք, այո, բոլորի հետ էլ խոսում ենք։ Բոլոր նրանք, տեսեք, Աստվածաշնչի մեջ լավ սկզբունք կա։ Ասում է, ով որ մեր դեմ չի, մեր հետ է։ Հիմա ով որ այս նպատակին դեմ չի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կանխելու, որ վերարտադրվեն, մենք պիտի համարենք իրանք մեր զինակիցն են, մեր հետ են։ Եվ այդ ձևով ընդլայնվի այն դաշտը, որը կարող է ակտիվացնել այս իշխանությունների հակազանգվածը։ Այս հակազանգվածը շատ մեծ զանգված է, իրենք էլ լավ գիտեն, տեսել ենք իրանց վարկանիշները, չէ՞, բայց այդ հակազանգվածը ակտիվացնելու խնդիր գոյություն ունի, որը պետք է ճիշտ տեխնոլոգիայով այս անգամ ընդդիմությունը մի կողմ դնի իր ամբիցիաները անձնական, անհատական եւ մտածի ընդհանուր ընդդիմության հաջողության մասին։ Պարոն Սուրդանյան, այս համակարգի հարց է, ներողություն թեմա շարունակելով, ընտրությունների թեմա շարունակելով ներողություն։ Շոշափեցիք Սամվել Կարապետյանի կողմից ձևավորված Ուժեղ Հայաստանի անունը, դիտարկեցիք դաշինքի կազմում քաղաքական ուժ, բայց
մեծ ձևովի համակարգող Նարեկ Կարապետյանը քանիցս հայտարարել է, որ իրենք չեն ուզում աֆիլացվել նախկին քաղաքական ուժերի հետ, այսինքն նախկին իշխանությունների հետ եւ գրեթե բացառեց գործակցությունը նախկին նախագահների։ Բայց մենք չենք ասում, մենք այնպիսի բաներ ենք ասում, որ այդ աֆիլացիաների բաներից վերը, դե չեմ էլ ասում նույնանալ, իմ ասած հանրային վստահություն ունենք։ Լավ, օքեյ, բայց ունենք, չէ ինչ-որ վստահություն, չեմ ասում, ունենք շատ մեծ վստահություն, որ կարող ենք 50%-ից ավելի բերել, մենք այդպիսի ամբիցիա չենք դրսևորում։ 50%-ից ավելի, 21-ից ավելի կունենա։ Ո՞վ։ Երեկանեն Սիմոնյան, իշխանություն ասում է, Դե իրանք 21-ից որ թողես 90% կունենան, իրանք իրականում իսկապես կտրված են հանրային տրամադրությունները իրանք լավ գիտեն, բայց քարոզչական մեթոդներ են կիրառում, որպեսզի դա չեզոքացնեն։ Այս բնական է, տես պիտի ասի, բայց ինչ պիտի ասի։ Ասես որ Հայաստան խմբակցությունը ոչ այս թվով էլ չի լինի խորհրդարանում, եթե անգամ Դե իրանը իսկ Հայաստան կլինի։ Էս է հարցը։ Վերադառնալով իմ հարցին, Հայաստան խմբակցություն չլինի, Հայաստան էլ չլինի, ուժեղ Հայաստան չլինի, Հայաստան էլ չլինի, որ ՔՊ եղավ ընդհանրապես մենք քեմալական պայմանագիր կկնքեինք եւ կունենանք թուրք-ադրբեջանական տանդեմի ասոցացված մի տրիադ կազմենք։ Տանդեմը կդառնա տրիադ։ Ուժեղ Հայաստանը ձեր կարգախոսն է, չէ՞, 2021 թվականին, ձեր կարգախոսը դառել է քաղաքական ուժ։ Դե այդտենաս բանա որ բոլորն էլ իսկապես եթե Հայաստանը սիրում են Հայաստանի հետ կապված կունենան որևէ արձանագրում, իսկ Հայաստան ուժեղ պետք է լինի, որ հաղթարի այս բոլոր մարտահրավերները։ Դուք դաշինքով մասնակցել եք, ուժեղ Հայաստանը դաշինքի կազմում չի եղել, առանձին է մասնակցել։ Հայաստանի դաշինքը նայված կազմով անցել է խորհրդարան, ուժեղ Հայաստանը նույնպես։ Արդեն խորհրդարանում կոալիցիա կկազմեք։ Արդեն խորհրդարանում ամենագլխավոր պայմաններից մեկը այն է, ճակատ կառաջանա ընդդիմադիր, եթե հայտարարեն մասնակիցները, որ որևէ ձևով չեն համագործակցի այս իշխանությունների հետ հետընտրական փուլում։ Եվ բնականաբար ես կարծում եմ սա տրամաբանությունն է հուշում, եթե ընդդիմությունը ունենա միասնաբար մեծամասնություն, ասում եմ հենց Աստված պահանջի եւ ժողովուրդը, որ իրանք միանան, ուրիշ ճանապարհ չկա։ Հետո ուրիշ կասկած էստեղ չունի։ Ոչ միայն չեմ բացառում, այլ շատ հավանական եմ համարում։ Շատ հավանական եմ համարում։ Դրանից էլ իրանք սարսափում եւ ամեն ինչ անում են, որ դա տեղի չունենա։ Էս է իրականությունը։